During the interaction with Vice President, which lasted for several hours. Միացյալ Նահանգների փոխնախագահի հետ շփման ընթացքում, որը տևեց մի քանի ժամ, ի թիվս այլ հարցերի նրա կողմից բարձրացվեց նաև այդ հարցը։ Ես հայտնեցի Ադրբեջանի դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ եւ վերջ։ Ձեր նշած մարտիկ ամբողջ միջազգային հանրության, այդ թվում Հայաստանի կողմից ճանաչված ինքնիշխան Ադրբեջան պետության տարածքում ապօրինի գործած անջատողական ռեժիմի առաջնորդներն են։ Այդ մարտիկ շատ տարիներ ծրագրել են ադրբեջանցիների եւ Ադրբեջանի դեմ բոլոր ռազմական հանցագործությունները։ Եվ նրանք կանգնել են արդարադատության առջև։ Նրանք ձերբակալվել են Ղարաբաղում մեր ռազմական գործողության ժամանակ եւ հանձնվել արդարադատությանը։ Նրանք ապահովվել են փաստաբաններով, դատավարությունը եղել է բացարձակ թափանցիկ։ Նրանց հանցագործություններն ապացուցվել են վկաների ցուցմունքներով, բազմաթիվ ցուցմունքներով։ By the testimonies of the witness, numerous testimonies. Something about this, Mr. President, no? Բայց դուք կարող եք ինչ-որ բան անել այս հարցում, պարոն նախագահ, այնպես չէ, թերթել էջը եւ նրանց ներում շնորհել կամ նման մի ժեստ անել։ Դա ձեր լիազորությունների շրջանակում է։ You know, these people committed serious crimes against humanity. Այս մարդիկ մարդկության դեմ ծանր հանցագործություններ են կատարել։ Պատկերացրեք երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Նյուրնբերգյան դատավարությունը եւ բոլոր այն նացիստական առաջնորդներին, որոնք դատապարտվել էին մահապատժի, 2 ամիս անց մեկը գար եւ ասեր. «Խնդրում եմ ազատ արձակեք նրանց»։ Սա նույնն է, նույնիսկ ավելի վատ է։ Նրանց հանցագործությունը նույնիսկ ավելի վատն է, քան այն, ինչ արեցին նացիստները երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ What Nazis did during the World War II. But in terms of turning the page, do you also Իսկ ինչ վերաբերում է էջը թերթելուն, միգուցե նաև կարեկցանք ունեք այն հայերի նկատմամբ, որոնք ստիպված եղան լքել Ղարաբաղը վերջին պատերազմի հետևանքով։ We offered all Armenians who lived in Karabakh to apply for citizenship. Մենք առաջարկել ենք Ղարաբաղում ապրող բոլոր հայերին դիմել քաղաքացիության կամ աշխատանքի թույլտվության համար։ Մենք Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հետ շփումների մի քանի փուլ ենք ունեցել, բայց նրանք նախընտրեցին մեկնել Հայաստան։ Մենք ունենք 100 հազարավոր ադրբեջանցիներ, որոնք արտաքսվել եւ էթնիկ զտման են ենթարկվել այսօրվա Հայաստանի տարածքից, որոնց մենք անվանում ենք արևմտյան ադրբեջանցիներ, բայց Հայաստանի կառավարությունը երբեք որևէ առաջարկ չի արել նրանց վերադառնալու համար։ Կարծում եմ, մենք պետք է այս հարցին մոտենանք փոխադարձության տեսանկյունից։ Վերադարձի իրավունքը համընդհանուր իրավունք է եւ իհարկե Ադրբեջանը անկասկած կպահպանի այդ իրավունքը, եթե նման դիմում լինի։ Բայց միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ մենք 30 տարի պատերազմի մեջ էինք Հայաստանի հետ եւ 30 տարի նրանք օկուպացրել էին մեր տարածքը, ակնկալում ենք նույն վերաբերմունքը 100 հազարավոր ադրբեջանցիների նկատմամբ, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ այսօրվա Հայաստան։ Who we call Western Azerbaijanis to be able to return to today's Armenia.